Ոչ անօրեն քնեցմանը։ Ոչ անօրեն քնեցմանը։ Այո, հարայի վերահսկողությանը։ Այո, հարայի վերահսկողությանը։ Հարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ստեղծվի հանրային վերահսկողության ռեալ մեխանիզմ։ Եթե նայենք հանրային վերահսկողության սահմանմանը, նախագծի տվյալ խմբագրությունում այն կրում է բացառապես ձևական բնույթ, ինչը կա նաև այսօր։ Այսօրվա դրությամբ հանրային վերահսկողություն չկա, քանի որ որևէ հասարակական կազմակերպություն նույն Երևան քաղաքում չունի իրավասություն մտնելու, ստուգելու եւ տարբեր արձանագրություններ անելու Երևան քաղաքում գործող ՀՕԱԿ-ի հետ կապված։ Նույն բանը տեղի է ունենալու Երևանից դուրս, երբ որ տարբեր համայնքներում օրինակ բացվեն նմանատիպ ՀՕԱԿ-ներ եւ որևէ կենդանապաշտպան կառույց իրավասություն եւ իրավունք չի ունենալու մտնի այն կացարանները, որոնք որ այսպես ասած պատրաստվում են հիմնել եւ ստեղծել։ Մենք բոլորս հասկանում ենք ինչ է նշանակում կացարան, որտեղ անվերջանալի թվականակով կենդանիներ կսկսեն լցնել, ինչը փաստացի վերածվելու է հերթական դաժան վերաբերմունքի, վերածվելու է նրան, որ տեղի են ունենալու մասսայական քննեցումներ։ Ձեր կարծիքով ինչու է բացատրվում շների հանդեպ դաժանությունը կամ կենդանիներին ընդհանրապես դաժան վերաբերվել, նույնիսկ չի մարդու վատ չի զգում, էլի խիղճի բանը չկա, ոնց որ Այո, թերարժեքության զգացում։ Երբ որ մարդը թերարժեք է, ինքը իրանով հաստատված չէ։ Ինքը պիտի թույլին ճնշի, ինքը պիտի կնոջը խփի, պիտի երեխային ճնշի, խփի, կամ շանը, եթե կնոջը չի կարող վախենում, որովհետև կինո օրենքով պաշտպանված է, երեխային կարող է վախենալ, որովհետև կարող է դատի տան, հարևանները կամ կինը կամ ազգականը շունը պաշտպանված չի, կենդանին պաշտպանված չի։ Կացանում, եթե տեղ չլինի, ինչ են անելու այդ շներին։ Այսինքն փողոցի շներին վերացնում են։ Ну, սա դրան է գնում։ Հայաստանի Հանրապետությունում Երևան մայրաքաղաքից դուրս գրեթե չկան անասնաբուժական մասնագիտական կլինիկաներ։ Գոյություն ունի 1-2 անասնաբուժական կլինիկա, բոլոր մնացած հատվածներից, մանավանդ Սիսյանից, Կապանից եւ այլ հատվածներից կենդանիները բերվում են Երևան, որպեսզի ստանան բուժօգնություն։ Հայաստանում կան չափազանց շատ կետեր, որոնց վրա կարելի է շատ լավ օրենք անել ու բավականին լավ գումար աշխատել, որոնցից մեկը վերաբերվում է կենդանիներին անխնա բազմացնողների վրա, որոնց վրա որևիցե հարկադիր չկա։ Այսինքն մարդիկ բազմացնում են կենդանիներին, շահագործելով իրանց, խոսքը չի գնում նորմալ կացարանների մասին, ովքեր որ օրենքով փաստաթղթերով աշխատում են, դες կենդանիներ ունեն ռադասլովնիներ, մարդիկ գիտեն, որ իրանք առողջ կենդանի են վերցնում, խոսքը գնում այն բազմացնողների մասին, ովքեր որ կամ դրսից են կենդանիներ բերում, կամ իրանք տներում, պատվալներում, վանդակների մեջ լիքը կենդանիներին իրար վրա պրոստը անմարդկային պայմաններում այդ կենդանիները միշտ գալիս են կլինիկաներ տարատեսակ հիվանդություններով, ընդհանուր միջև մարդու համար վարակիչ հիվանդություններով վարակված, այդ ամեն ինչը գալիս է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում կենդանիներին բազմացնելու։ Ու դա որևէ ցեղատեսակներ են բազմացնում։ Բնականաբար խոսքը գնում է մաքրացեղ ցեղատեսակների մասին ու այդ այն ոլորտն է, որի վրա կարելի է շատ հանգիստ պրոստը դնել հարկ, այսինքն մարդ իր վաճառած կենդանոց ոնց որ յուրաքանչյուր խանութ գումարա տխուրավոր խանութի հետ եմ համեմատում իհարկե կենդանու վաճառքը, բայց ամեն բարեկայում է, թե վաճառում են, գումար են ստանում դրա դիմաց, իրանք պարտավոր են, դա գրանց է, ու իրանք պարտավոր են հարկել վճարել դրա դիմաց, ոնց որ յուրաքանչյուր խանութ, յուրաքանչյուր ինչ որ վաճառքի կազմակերպություն վճարում է։ Եվ կարող է նաև սահմանափակում դրվի, ինչքան կարելի է։ Սահմանափակում պետք է դրվի, որովհետև առաջի հենց ամենաառաջի ու մեծագույն պատճառը Հայաստան թափառող կենդանիների քանակի շատացման դա չվերահսկվող կենդանիների բազմացումն է։ Մտմաս այսիսկին մտմաս սմետանը, որ մարդ կարող է մթերային խանութից առնի տաշանը։ Հա։ Ու դու գանվի 50,000 դրամով։ Բայց իրանք խոստանում են, որ իրանք կերակրեն բոլորին, եթե։ Պիտի դրսիշնեն կերակրելով, որ պարտադիր ջեբը ունենաս մոշ կամ ռոյալ կանին, որ չտուգանվես։ Դա խնդիր է, փոխվի։ Պատճում ենք, չգիտեմ, բայց եթե այս քարից բայտեղ չդնեն, ուրեմն գնում ենք ազգային ժողովի ու վարորդներ ջարդում։ Միաձայն ընդունել են, որ կենդանուն կերակրելու համար 200,000 տուկան են, դա ինչ է նշանակում։ Կենդանին սպանողին, քերթողին 20,000 դրամ տուկան են, իսկ կենդանուն կերակրողին 200,000 տուկան են։ Հիմա
եւ կացարանի հարց են առաջ քաշում, կացարանի հարցը որն է, եթե հասանելի չի կենթանապաշտպանին, որը հիմա հոակն է, գործում է հոակը, որը վերջ մտնում են տեսակցության, բայց հոակ չեն կարողանում մտնել։ Հոակ չեն կարողանում մտնել, կենթանիներին տանում են անհայտ ուղղությամբ։ Ես հիմա 30 ունեմ, եթե ես սրսկեմ, ինձ բերեն ու գանեն։ Պետք է ես տանեմ վետ։ Ես ո՞նց կարամ տանեմ ռայոնից 50,000 տաքսին ա փող ուզում։ Ես ո՞նց հասցնեմ Երևան։ Արմավիրում չկա կլինիկա։ Սա թալանու, սա նորից մտել են մարդու գրպանի մեջ, ոչ թե մարդու գրպանի մեջ, հատկապես կենթանապաշտպանի, կենթանի, որը իմ ժամանակն եմ դրել, իմ կյանքն եմ դրել, իմ գումարն եմ դրել, հիմա վարկերի տակ ես ճռալով նորից կերակրում եմ կենթանուն։ Ինչ է նշանակում։ Սոված կենթանուն ես տեսնեմ, չկերակրեմ, 200,000 ես տուգանի։ Սա որտեղ է հասել։ Խայտարակություն է սա։ Սա խայտարակություն է։ 6 փողոց կանգնեն, ստորագրեն, իմ նման կնոջը տանեն գժանոց, որ կենթանու եմ կերակրել։ Ձեր հանդեպ է դա։ Դա իմ հանդեպ է տեղի ունեցել, այդ ես եմ։ Հիմա ո՞նց է ձեր դատը ինչ փուլում է։ Ոչ մի փուլ, ի՞նչ դատավար, ոչ մի բանով պետք է հատուցի։ Ինձ տարել են 55 տարեկան կնոջը տանում են գժանոց, որը որ աբսուրդ երևույթ է, որ իմ գրպանից 6 փողոց ոնց ստորագրելու համար, կենթանուն կերակրելու համար ինձ տանում են գժանոց։ Սա երկիր է։ Հայերի համար նորմալ է։ Սա երկիր է, գժերը նստած են աթոռների, կենթանուն կերակրողին տանում են գժանոց։ Այո, հանրային վերահսկողությանը։ Ստեղծում է մի հատ միջոց։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Կենդանիներն ունեն ապրելու իրավունք։ Վերաբերվի մարդկան։ Ձեր կարծիքով վետերինարները ինչ-որ ձև համագործակցում են նաև ոստիկանության հետ, օրինակ մեկ եղել է դեպք, երբ որ իմ շանը սպանել են եւ վետերինարը ես խնդրեցի, որ ինքը պուլյաները տա եւ ինքը դա վառեց չտվեց։ Իհարկե, որտեղ ինքը արդեն կիմանար ուզենք, նա ում վրա բայց ինքը ոնց որ կենթանասեր պետք է լինի, եթե ինքը վետերինար է։ Բա փողը։ Ինչ է նշանակում հոակը։ Եթե կենթանապաշտպանը, կենթանասերը, կենթանիների Ներեգ շուն ենք տալեր, ես եմ մի շաբաթ առաջ միջամտել, երկու շուն իրար մորթում են, я вся в крови, вот это пальто было в крови, я одну собаку спасла, отнесла, у второй думали течка, думали, может, саркома, биркаю в шуна, хоаки, а раз документы есть, видео тоже есть. Вчера ей сделали операцию, у нее один яичник остался, то есть, даже если она не забеременеет, у собаки течка, у них агрессивное состояние, и вот это бла-бла, эрехем бахецав, шуна гачав, հասկանում եք ինչ եղավ։ Ես այդ ամենը իսկ հաղորդում տալու Գագնում ասում դուք բազմացնում եք, մենք ինչ ասես լսում եք մեր հասցեին, այն անորակ մարդկանց որ ամբողջ սովորական երևույթ է, եթե ժամին դուրս է գալի, որ մի հատ ինձ թարս նայի, ու այդ ոչիլ է, ինչերի միջով ձայն իրավունք ունի։ Ասում դուք բան եք անում, հարաբերությունների մեջ եք էտների դրա համար եք իրանց սիրում։ Ես հասկանում եմ, որ այդ մարդու մաման անուն կյանքով ապրել, որ երեխու մոտ նման ֆիքսի։